Արգանքները ժողովուրդ ջան, այս վիդեո ուզում անդրադառնամ Նիկոլ Փաշինյանին, ոչ բարով երկրի ղեկավարին, որը էլ չեն կարող հասկանալ երկրի ղեկավարա թե բռնապետա։ Պարոն Փաշինյան, երբ որ Անի Գևորգյանը քեզ հարցեր է տալի կամ Մակարյանը հարցեր է տալի լրագրողները մեր, աշխատի մի քիչ քեզ adekvat պայես, աշխատի քեզ մի քիչ նորմալ վարքագիծ դրսևորես որպես ոչ բարով երկրի ղեկավարի։ Մարդիկ քեզ կոնկրետ հարցեր են ուղղում։ Մարդկանց հարցերին լիարժեք պատասխանի։ Մարդիկ են հարցերն են ուղղում, որ Հայաստանի Հանրապետության 80%-ը, մոտավորապես 80%-ը հետաքրքրված են այդ հարցերով։ Մարդիկ քեզ հարց են տալի, դու լրիվ ուրիշ բանից ես խոսում։ Կամ այդ որ ասում ես լիազորություններից կզրկենք, այս շենք չեք մտնի։ Այտենց որ նայեք դուք բացարձակապես վաղուց այդ շենքը մտնելու իրավունք չունեք։ Ձեր լրագրող տարիներից, երբ որ ունեիք մի հատ ջարդած միկրոֆոն, մի հատ էլ իզալենտով փաթած կամերա, այդ ժամանակվանից դու պետք է իրավունք չունենայիր այդ շենքում գտնվելու։ Այդ ինչ խոսալու ձևա լրագրողների հետ։ Լրագրողները այն հարցերն են բարձրացնում, որ այդ հարցերը ժողովրդի 80%-ին հետաքրքրում է։ Մտահոգիչ հարցեր են բարձրացնում։ Քեզ ինչ են խոսում, դու ինչ ես խոսում։ Կամ այդ որ ասում ես Կտրիչ Ներսյանի աղբերը գործակալ է, չգիտեմ ինչ, հա։ Ասես որ վերցնենք, պարոն Փաշինյան, առաջի գործակալը դու ես Ադրբեջանի ու Թուրքիայի համար ծառայող։ Քո խամաչիկների հետ։ Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, Վահագն։ Ու տենց չթվարկեմ հերթով էլի։ Գործակալը լինելուց գոնե ով դուք է խոսացեք, դուք վաբշե իրավունք չունեք խոսալու գործակալ լինելուց։ Չի կարելի, չէ։ Ոչ բարով վարչապետն ես այս երկրի։ Երկիր էլ չունես, քանդիր կերար սաղ։ Լրագրողների հետ ամենայն հարգանքով եղի։ Լրագրողները որ քեզ հարցեր են ուղում, աշխատի մարդկանց հարցերին հստակ պատասխանես, որտեղ այդ հարցերը օթից չեն գալ, այդ հարցերը ժողովրդին հետաքրքրող հարցեր են։